Այս առումով Ֆիդանը ուղղակի բաց քարտով է խոսել, ոչ թե ինչ-որ մի նոր բան է հայտնաբերել, որովհետև այդպես էր 2022 թվականին, այդպես էր, երբ որ մենք Արցախը կորցրեցինք, այդպես էր 2024-ին, երբ որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտից ընդհանրապես գաղափար չունեցող Էստոնիան, օրինակ, շտապում էր ողջունել դելիմիտացիայի դեմարկացիայի գործընթացը, պարզ է, չէ՞, Միացյալ Նահանգների զոնտիկի տակ գտնվող երկրներն էին, վստահաբար այդպես է եղել նաև օգոստոսի 8-ին։ Ինչ է ասում Թրամփը։ Թրամփը ասում է, որ ընտրվել է խաղաղության մի մոդել, որը հիերարխիկ կառուցվածք ունի։ Այսինքն կա սուբյեկտ Ադրբեջանի դեմքով, կա օբյեկտ Հայաստանի դեմքով։ Կա ստացող կողմ, կա կատարող կողմ։ Բացահայտորեն խոսում է օգոստոսի 8-ի պայմանավորվածների տրամաբանության մասին։ Ընդ որում Թուրքիան էլ ներկայացնում է որպես գործընթացի ակտիվ մասնակից, ոչ թե որպես դիտող։